Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, ողջույն, ես Աննա Մեկունցն եմ եւ այսօր իմ հյուրն է երիտասարդ ակտիվիստ, բլոգեր Արթուր Հարությունյանը։ Բարև Արթուր ջան։ Ողջույն Աննա։ Շնորհակալ եմ, որ ընդունել ես հրավերս։ Քեզ նույնպես շնորհակալություն հրավերի համար։ Արթուր, այսօր շատ կարևոր թեմայից ենք խոսելու Արցախահայության հանդեպ ատելությունը, որը որ անընդհատ տարածվում է։ Եվ ուզում եմ խոսել բլոգերների արձագանքի մասին, ցավոք սրտի, երբեմն երբ որ ատելության խոսք է տարածվում, բլոգերները, ովքեր որ հիմա ունեն լավ, հետևորդների քանակ եւ կարող են օգնել, որպեսզի չլինի այդ ատելության խոսքը, լուռ են մնում։ Դու բլոգեր ես, դու ակտիվորեն տարբեր հարցերի շուրջ բարձրաձայնում ես քո ձայնը, նաև գիտեմ, որ դու ակտիվորեն լուսաբանում ես, դու փորձում ես ամեն ձև կանխել, ինչ ես մտածում, ինչու՞մն է խնդիրը, ինչու են բլոգերները լուռ, ինչու չեն բարձրաձայնում, որ չի կարելի տարածել ատելության խոսք։ Իմ կարծիքով հարցին պատասխանելու համար նախ շատ կարևոր է հասկանալ այս պահին արցախցիների նկատմամբ ատելության խոսքի պիկը ինչի պատճառով է հասել, որոնք են աղբյուրները ու իհարկե կարող են կողքից լինել շատ գործոններ, բայց կարծում եմ ամենամեծը հենց կառավարության կողմից քարոզարշավն է։ Կարծում եմ բլոգերներից շատերը խուսափում են այս թեմայից խոսել, որովհետև կարծում են, եթե բարձրաձայնեն, ապա մտնում են խորը քաղաքականության մեջ ու միգուցե վախենում են վնասել իրենց համբավին կամ հետագա գործունեությանը, չնայած կարծում եմ, որ լրիվ հասկանալի եւ ընկալելի է, որ այսպիսի թեմաները խորը քաղաքական բնույթից բացի նաև զուտ մարդկային իրավունքների մասին են ու կապ չունի դու ինչպիսի բնակավարից ես, եթե կարող ես ինչ-որ ձև օգնել, ինչ-որ ձև բարձրաձայնել ու փոփոխություն ցույց տալ, ապա կարծում եմ պարտավոր ես։ Ամենայն հարգանքով մեր հնդիկ եղբայրների եւ քույրերի նկատմամբ, որովհետեւ մենք դեմ ենք ամեն տեսակի ատելության խոսքի, վերջերս համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ որ հնդիկներին վերաբերյալ շատ վատ արտահայտություններ են անում, բայց բլոգերներից շատերը նաև պաշտպանեցին, որը որ իմ կողմից հարգանքի են արժանի նման բլոգերները։ Հիմա հարց, արցախցիները մեր հայրենակիցներն են։ Մենք չենք պաշտպանում արցախցիների իրավունքները նույնչափ, ինչքան պաշտպանում ենք հնդիկների իրավունքները։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ ես դեմ չեմ հնդիկներին, ես նրանց շատ սիրում եւ հարգում եմ, ուղղակի այստեղ համեմատություն ենք տանում, որովհետեւ արցախցիները ամեն դեպքում հայեր են եւ մենք հայրենակիցներ ենք, մենք պետք է նրանց հանդեպ լինենք ավելի ջերմ այսքանից հետո, բայց դա եւս չի արվում, այսինքն ինչու չեն վախենում պաշտպանել հնդիկներին, բայց վախենում են պաշտպանել արցախցիներին, իրենց հայրենակիցներին, չէ՞ որ սա կարելի է անել մարդկային հիմունքներով եւ չքաղաքականացնելով իրականում։ Իրականում այս երկու թեման շատ շատերն են համեմատականի տանում, որովհետև իրար մոտ են այս երկու երևույթներն էլ երկու ատելության քարոզարշավներ իրականացվել զուգահեռ ու կարծում եմ նորմալ է, որ մարդիկ սկսում են համեմատականներ տանել նախ նշեմ, որ իհարկե այն ամենը ինչ այն խոսքային արշավը, որ սկսվել էր հնդիկների դեմ, ուղղակի անընդունելի է ու ուրախ եմ, որ բարձրաձայնվել է միանշանակ, բայց միաժամանակ նաև որպես արցախցի կամ չգիտեմ, որպես մարդ, որ միշտ խոսում է այս թեմաների շուրջ, իմ համար մի քիչ նաև ցավոտ էր չտեսնել այս ուժեղ արշավը այն ժամանակ, երբ նույնը կատարվում էր արցախցիների նկատմամբ ոչ թե նույնը, այլ կարելի ասել ավելի մեծ մասշտաբով, որովհետև արցախցիները թիրախավորվում էին քաղաքական գործիչների կողմից, այսինքն պաշտոններ ունեցող մարդկանց կողմից, բայց կրկին երևի պատճառը նույնն է, այս դեպքում երբ մարդիկ սկսեցին պաշտպանել հնդիկներին, նրանք որևէ քաղաքական ուժի դեմ չգնացին, այդ պատճառով
իրենց ավելի ապահով էին զգում։ Ցավոք սրտի մարդիկ կարծում են, որ եթե բարձրաձայնեն Արցախի նկատմամբ ատելության խոսքը, դրա հետևանքները, դրանով իրենց են վտանգի ենթարկում ու սա էլ մեկ այլ խնդիր է, որ չգիտեմ, եթե դեմոկրատիկ երկիր ենք, ժողովրդավար ենք, ունենք խոսքի ազատություն, ապա ընդհանրապես վախի մթնոլորտ չպետք է լինի ու եթե իրոք կա նման խնդիր, ապա միանշանակ պետք է բարձրաձայնվի առանց որևէ վախի։ Ես նաև դու նշեցիր, որ դու Արցախից ես, ես նաև գիտեմ, որ դու պատերազմի մասնակից ես, եւ որպես բլոգեր եւ որպես մարդ, որ անցել է պատերազմի միջով, որովհետեւ ես գիտեմ, որ դու քո ընկերները անհետ կորած էին, ձեզ երկար փնտրել են, մասնակցել ես պատերազմին, բայց այսօր կառավարության ղեկին նստած անձնավորությունը արցախցիներին համարում է փախած, ասում է դուք բոլորդ փախածներ եք, դուք չեք կռվել եւ ընդհանրապես ինչ եք ողջ։ Դու որպես մարդ, ով պատերազմել է իր հայրենիքի առաջ իր պարտքը կատարել է, ինչպես կարձագանքես այս ամենին։ Առաջնահերթ երբ լսել եմ այդ արտահայտությունը, իմ մոտ առաջին հերթին, չգիտեմ, ծիծաղ է առաջացել, հետո եմ հասկացել ասվածի խորությունը, հետևանքները։ Ես մի բանի մասին եմ երկար ժամանակ մտածում, քանի որ ներկայումս կառավարությունը անդադար փորձում է ցույց տալ, որ մենք բարեկամանում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մինչդեռ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի արված քայլերը Արցախում ոչնչացվող եկեղեցիների, Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսության առաջընթացի եւ մի շարք այլ միջազգային հարթակներում իրենց խոսքերի մասին Ադրբեջանը տեղյակ չի խաղաղության մասին, այնուհանդերձ երբ արդեն Ադրբեջան եւ Թուրքիա դառնում են բարեկամ, կարծում եմ ներկայիս կառավարությունը ցանկանում է համախմբել ժողովրդին մեկ այլ գաղափարի շուրջ, մեկ այլ թշնամու շուրջ, որովհետեւ ինչն է ամենահեշտը մարդկանց համախմբել, գտնել ընդհանուր թշնամի ու, չգիտեմ, բոլորը վատել դրան, այս դեպքում կառավարության կողմից արված բոլոր քայլերն տանում են նրան, որ այդ թշնամին ընտրվել է երկրից, երկրի ներսից դժվարություններ անցած մարդկանց մի խումբ արցախցիներ ու ամբողջ քարոզարշավը դրա շուրջ է պտտվում։ Նաև հետաքրքիր այն է, որ շատ մարդիկ արդարացնում են, ասելով, որ օրինակ, չգիտեմ, երկրի ղեկավարը բոլորին չի ասել, մի քանի մարդու է ասել, ու անդադար այսպիսի արդարացումներ կան, մինչդեռ բոլոր ատելության խոսքի մեջ նա անդադար նշում է, որտեղից են մարդիկ, արցախցիներ, ղարաբաղցիներ, ու այս կրկնությունը միանշանակ ժողովրդի մոտ ստեղծում է այդ ատելության գաղափարը, այս պարագայում մի շարք պատերազմի մասնակիցներ իրականում արձագանքել են, իհարկե ոչ մեկի համար էլ հաճելի չէր, ու ուրախ եմ, որ գոնե թեթև արձագանք ստացել էր հենց այս առումով, ինչպես եւ մնացած բոլոր արտահայտությունները եւ արշավները, որոնք լսում են կառավարության կողմից, սա էլ մի բան էր, որի մասին կուզեի ավելի շատ բարձրաձայնվեր, որովհետեւ մի երկու անգամ խոսվեց ու փակվեց, ու հիմա տպավորությունը, որ այդ սխալ արտահայտությունները, որ արվում էր, վերջացավ, դրեցինք մի կողմ ու անցանք առաջ, մինչդեռ դրա հետևանքները մինչ օրս Արցախի մարդիկ ստիպված են հանդուրժել։ Ես նաև գիտեմ, որ դու քո ընկերների հետ տարածում ես Արցախի բարբառը, որի շնորհիվ շատերը վերաբերմունք են փոխել արցախցիների հանդեպ, այսինքն եթե նախկինում նրանք ատում էին կամ չէին սիրում արցախցիներին, այժմ սիրում են, հետևում են, նույնիսկ սովորում են որոշակի արտահայտություններ, քո ընկերական շրջապատում առհասարակ որպես բլոգեր, ինչպես են վերաբերվում արցախցիներին։ Ես իրականում երևի թե աշխարհի ամենահաջողակն եմ, երբ գալիս է խոսքը ընկերների մասին, հիմա շրջապատումս ունեմ այնպիսի մարդիկ, որոնք մի վայրկյան անգամ ինձ չեն զգացացնում, որ ես սիրված չեմ, զուտ, որովհետև Արցախից եմ, հակառակը այն ինչպիսի հիացմունքով ու հետաքրքրությամբ են նրանք հարցեր տալիս Արցախի մասին, իմ մանկությունից, բարբառի, մեր մշակույթի, ժենգյալով հացի ու Արցախի հետ կապված ամեն ինչի մասին, ես զուտ ամեն վայրկյան իրենց ավելի շատ եմ սիրում,
ու հա իմ շրջապատում իմ ընկերները, ովքեր Արցախից չեն, անդադար հարցեր են տալիս հենց բարբառի մասին, ես իհարկե մեծ սիրով սովորեցնում եմ իրենց ու չգիտեմ, սենց կարող եմ եկել ինչ-որ պատահական պահի, երբ ամենաանսպասելին լինի, սկսեն իմ հետ բարբառով խոսել ու այդ պահին էլ տրամադրությունս միանգամից բարձրանում է ու ես էլ սենց կողքից տեսնում եմ ինչպես է իրանց մոտ պրոգրես առաջանում ու իմ մեջ էլ տենց բարի ուրախ հպարտությամբ շարունակում եմ, նաև իհարկե սոցցանցերում ենք փորձում բարբառի մասին հնարավորինս տարածում տալ, որովհետև իհարկե Արցախի բարբառի կորուստը մոտ ապագայում չի լինելու, քանի որ բոլորս էլ փորձում ենք հնարավորինս խոսել, բայց իհարկե մեծ վտանգի տակ է, որովհետև այժմ արցախցիները սփռված են հնարավոր բոլոր տեղերով ու եթե չկիրառվի վախ ու ցավ կա, որ հնարավոր է կորուստ ունենանք։ Արթուր, որպես բլոգեր, ինչ կոչ ունես քո շրջապատում գտնվող բլոգերներին կապված ընդհանրապես ատելության խոսքի հետ, հա, եւ նաեւ եւ հնդիկների, եւ արցախցիների, եւ առհասարակ մարդուն ատելը դա նորմալ չէ։ Քո կոչը կուզենայի որ հղես։ Առաջնահերթ կարծում եմ պետք է հասկանալ որտեղից է գալիս այս խնդիրները, այսինքն աղբյուրները, դրա մասին բարձրաձայնելն է ու ընդհանրապես կապ չունի դուք, չգիտեմ, ունեք 15 հետևորդ, 25 թե 25000, շատ կարևոր է նույնիսկ շրջապատում, սոցցանցերում, որտեղ կարող եք ցույց տալ, որ դուք դրան կողմնակից չեք, որովհետև այժմ մարդիկ դուրս են գալիս փողոց ու անծանոթ մարդկանց տեսնելով գաղափար չունեն, իրենք ատված են, թե սիրված են այդ մարդկանց կողմից ու անգլերենում sense արտահայտություն կա trust issues, կարծում եմ այս օրերին առավել եւս արցախցիների մոտ շատ բարձր է trust issue-ները ու դուք, չգիտեմ, փորձեք հնարավորինս ցույց տալ, որ դուք ապրումակցում եք իրենք սիրված են ու օգտագործեք հնարավորինս բոլոր ալիքները, թե կլինի սոցցանցերը, թե կլինի ընկերական շրջապատը կամ ընտանիքը, որովհետև ամեն քայլել, որ կարող ենք անել, քայլ է ու ինչքան էլ փոքր լինի փոփոխությունը, ավելի լավ է, քան ոչ մի փոփոխություն։ Եվ վերջին հարցս Արթուր, ինչպես անել այնպես, որ հայրենակիցները լինեն համախմբված եւ այդ տարանջատումը ցի մասնիկով ինչ որ մի կերպ վերանա մեր ներսից։ Երևի թե ամեն մեկը իր մեջ, իր սրտի խորքում պետք է ընդունի եւ ընկալի, որ մեզ միավորողը, համախմբողը ավելի շատ է, քան մեզ տարանջատողը։ Մենք բոլորով, բոլոր հայերով իրար հետ անցել ենք աննկարագրելի դժվար ուղի ու այն ճանապարհը, որ կիսել ենք մեկս մյուսիս հետ, իրար աջակից լինելով, երբեք չի կարող մոռացվել ու չպիտի թողնենք, որ որևէ մեկը լինի դա իշխանական թե անհատ, ինչ որ ձև փորձի տարանջատում դնել ու ստիպել, որ մենք միմյանց չսիրենք, միայն ելնելով, թե մարդ որտեղ է ծնվել։ Շնորհակալ եմ այսքան ջերմ զրույցի համար, քեզ մաղթում եմ հաջողություններ քո բլոգի հետ կապված, իսկ մենք դեռ կհանդիպենք։ Շատ շնորհակալ եմ հրավերի ու շատ ջերմ խոսակցության համար։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ես Աննա Մեկունցն եմ, իսկ իմ հյուրն էր այսօր երիտասարդ ակտիվիստ, բլոգեր Արթուր Հարությունյանը։ Կհանդիպենք։